Սիրելի աշակերտներ, այսօր ծանոթանանք հերթական մարտավարական հնարքի հետ գծային հարված։ Ինչպես և գծի բացման դեպքում, այս պարագայում նույնպես մասնակցում են հեռահար խաղաքարերը՝ թագուհին, նավակը և փիղը։ Թագուհին, նավակը և փիղը։ Բոլոր դեպքերում մենք գործ ունենք գծի հետ։ Ինչպես տեսնում ենք, այստեղ սևերի թագուհին և ձին գտնվում են միևնույն անկյունագծի ներքո։ Իսկ մենք գիտենք, որ փիղն է քայլում անկյունագծերով։ Հիմա հարձակվելով փիղ F3 քայլով, հարձակվելով թագուհու վրա, մենք նաև թիրախավորեցինք ձիուն, և թագուհի նահանջին մենք կշահենք ձի։ Այս պարագայում տեսեք, թագուհին չկարողացավ և հեռանալ հարվածից, և պաշտպանել իր ձիուն։ Օրինակ, թագուհի D7 քայլով զինվորը թույլ չտվեց, այստեղ ճանապարհը փակ էր։ Որոշ դեպքերում, այո, հնարավոր է լինում և փախչել, և պաշտպանել սեփական խաղաքարը։ Օրինակ, այստեղ եթե B5 դաշտը լիներ ազատ, այստեղ չլիներ զինվոր, գուցե թագուհին քայլեր B5 և զուգահեռաբար պաշտպաներ իր ձիուն։ Այս պարագայում դա հնարավոր չէ, և մենք շահում ենք խաղաքար։ Ահա և մեր դասագրքային օրինակը, տեսեք, նավակը գրոհել է արքային և միևնույն գծի վրա թագուհուն։ Հիմա արքային հեռանալուն պես, ինչպես տեսնում ենք, արքան հեռանում է այս գծից, հաջորդ քայլով նավակը նույն գծի վրա կշահի խաղաքար՝ թագուհի։ Գծային հարվածը շատ նման է կապ մարտավարական հնարքին, հիշենք երկրորդ դասարանը։ Այս դեպքում խաղաքարը չի կարող հեռանալ, որովհետև կկորցնի ավելի թանկարժեք խաղաքար՝ ֆիգուր։ Հիշենք կապ մարտավարական հնարքը և համոզվենք, որ նույնպես այստեղ մասնակցում էին հեռահար խաղաքարերը։ Գծային հարվածի դեպքում ի սկզբանե գտնվում է ավելի թանկարժեք խաղաքարը, և այս պարագայում նրան պաշտպանելը իմաստ չունի, քանի որ սպիտակները կփոխանակեն և ձեռք կբերեն մեծ նյութական առավելություն։ Գծային հարվածը կարող է ունենալ ավելի բարդ դրսևորումներ։ Այստեղ փիղը գծային հարվածով թիրախավորել է H8 դաշտը, որը դատարկ է, բայց շատ կարևոր, այստեղ միանում են տարբեր խաղաքարերի հարվածներ։ Որպես հետևանք, զոհաբերության միջոցով (զոհաբերեցինք թագուհի) կարելի է հասնել հաղթանակի։ Այստեղ վերցնում ենք նավակով, որպեսզի տեղի ունենա շախ և մատ, փղի օգնությամբ։ Հիշենք, որ փիղը գծային հարվածով թիրախավորել էր H8 դաշտը։ Իսկ գուցե այլ խաղաքարերով միանանք մեր գծային հարվածին։ Խնդրեմ, այստեղ փիղն է թիրախավորել սևերի արքային, և թագուհին կարող է միանալ այս գործընթացին։ Տեսեք, միևնույն գծի վրա, հայտնվեց միևնույն գծի վրա, փղի հետ միասին։ Եվ նորից զոհաբերելով թագուհուն, զոհաբերեցինք, ինչպես գիտենք, փիղը նույն գծի վրա է, շախ և մատ։ Սա նշանակում է, որ համախմբելով մեր ուժերը միևնույն գծի ներքո, կարող ենք հաղթահարել շատ և շատ դիմադրություններ։ Խնդրեմ, մեկ անգամ և միևնույն գծի ներքո, ապա երկրորդ անգամ։ Սա բերեց նրան, որ մրցակիցը չդիմացավ։ Այսինքն, եթե մենք միևնույն գծի վրա համախմբում ենք մեր ուժերը և շարունակաբար հարվածում ենք, նույնիսկ ինչպես տեսնում ենք, փափուկ ջուրը կարող է ճեղքեր ստեղծել ամուր հատակին։ Վարժություն տետրերում գտնենք մրցակցի մոտ այն խաղաքարերը, որոնք գտնվում են միևնույն գծի վրա։ Ինչպես տեսնում ենք, դա արքան է և թագուհին։ Ներկենք դեղին գույնով։ Իսկ հիմա գրանցենք հաղթանակ բերող քայլը։ Նորից հաշվի առնելով, որ արքան և թագուհին մեկ գծի վրա են, մենք միանում ենք այդ գծին և գծային հարվածով փիղ C4 շախ, արքան պետք է նահանջի որևէ դաշտ, ենթադրենք E5, արքա E5, և հաջորդ քայլով մենք շահում ենք մրցակցի թագուհին։ Փիղ C4-ը վերցնում է G8։ Տրամագիր 2-ում նույնպես գտնենք մրցակցի մոտ
մեկ գծի վրա երկու խաղաքար և օգտվենք այդ հանգամանքից հաղթանակի հասնելու համար։ Նավակ H3-ը H7 շախ և նույն գծի ներքո, այս նույն հորիզոնականի ներքո մենք գրոհեցինք նաև թագուհուն։ Հիմա արքայի շախից ազատվելուն պես ենթադրենք արքա F6 կամ որևէ այլ դաշտ, մենք հաջորդ քայլով շահում ենք սևերի թագուհին։ Նավակ H7-ը վերցնում է B7։ Շատ հետաքրքիր է երրորդ տրամագրի լուծումը։ Ինչպես տեսնում ենք, այստեղ փիղը կապի տակ է պահում դեպի զինվորին։ Սա արդեն մենք գործ ունենք կապի հետ։ Տեսեք, զինվորը չի կարող շարժվել առաջ։ Նա գտնվում է կապի ներքո։ Բայց որպեսզի ստեղծենք գծային հարված, հարկավոր է դիմել զոհաբերության։ Ահա այս գիծը բացելու նպատակով։ Մենք նախ զոհաբերում ենք փիղը շախ և այժմ արդեն գործ ունենք գծային հարվածի հետ։ Հիմա արքայի նահանջելուն պես մենք կվերցնենք սև թագուհին։ Խնդրեմ, ահա և գծային հարվածը, բայց չէ՞ որ արքան կարող է շախից ազատվել ոչ թե փախուստով, այլ հարվածով։ Արքան կարող է վերցնել մեր փիղը և ինչպես տեսնում ենք A3 F8 անկյունագիծը բացվեց ամբողջությամբ, և սև արքան և թագուհին գտնվում են այդ անկյունագծի ներքո, որտեղից կարող է և գծային հարված իրականացնել մեր թագուհին։ Թագուհի A3 և ահա և գծային հարվածը։ Հիմա արքայի ցանկացած նահանջից հետո մենք կշահենք մրցակցի թագուհին։ Տեսեք, արքան չի կարող այնպես նահանջել, որպեսզի միաժամանակ պաշտպանի իր թագուհուն։ Հիմա գրանցենք, ուրեմն առաջին քայլով փիղ B4-ը վերցրեց D6, հայտարարեցինք շախ և սա նաև գծային հարված է։ Հիմա արքայի նահանջին կվերցնենք թագուհի։ Սևերը հավանաբար կվերցնեն մեր փիղը, արքա D7-ը վերցնում է D6 և երկրորդ քայլով թագուհի B2 Սա3, նախ հայտարարեցինք շախ և ապա գծային հարված։ Եվ ինչպես նշեցինք, սև արքայի ցանկացած նահանջից հետո կշահենք մրցակցի թագուհին։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն եթերում։